Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ։ Ողջույն Հայկ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Մենք սպասում ենք։ Ինչպես է տրամադրությունը։ Ոյ արտակարգ, շատ ուրախ։ Հեշտ եք արթնացել։ Բացարձակ ինձ ստիպել են արթնանալ իմ երկու կատուները։ Տենց իմ վրա խաղում են ու ես ստիպված շուտ զարթնեցի եւ ուշ եկա։ Որտեղ են կատուները։ Կատուները մյուս հասցեում են, բայց քանի որ հասկացա 30 քառակուսի մետրում շատ բան չեն կարող նկարենք, ավելի լավ է գանք մեր տուն եւ 80 քառակուսի մետրում ավելի քիչ բան նկարենք, որտեղ մաման սա հավաքել է։ Շատ բարի, գնանք առաջ։ Գնանք։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպես եք։ Շնորհակալություն, հոյակապ։ Շատ լավ է։ Լավ եմ սովորացրել։ Ֆանտաստիկ, Հայկ, իդեպ հենց դրա մասին էլ այսօր խոսելու ենք, բայց մի փոքր ավելի ուշ։ Սկսենք ձեր արմատներից։ Իմ արմատներից կարամ ասեմ, որ այս կողմով գյումրեցի եմ, այս կողմով բանանցեցի։ Չէ, ճիշտ եմ, չէ ասում։ Տաշկեսանի շրջան։ Իրենք էլ են ձեզ լավ սովորեցրել։ Պարտադրում են անդադ ասեն, թե նեղանում է papa, եթե ինչ-որ մի տեղ օրինակ հարային կարամ ասեմ։ Առաջինի մեջ ասեցի։ Եթե ասեմ բանանցեցի չեմ, առաջինը գալիս է Գյումրու կողմը, որ հումորը որտեղից եւ այլն, papa մի անգամից որևէ ձև արձագանքում է, դրա համար ասում եմ բանանցեցի եմ, հետո բացատրում որ ֆուտբոլային ակումբ չի, դա տարածք է, որը հիմա մեզ չի պատկանում եւ այլն։ Պարզ է։ Սա ձեր հայրական տունն է։ Սա իմ տունն է, որովհետեւ տատիկս այն կտակեց ինձ եւ հեռացավ կյանքից։ Բարի։ Սա ձեր հայրական տունն է։ Այո։ Որտեղ անցել է ձեր մանկությունը ամբողջ։ Այո։ Քանակեր թաղամասում են գտնվում, կներեք հնչեցնելու համար, եթե դեմ եք, այլևս ոչինչ միևնույնն է չենք կարող անել։ Բոլորս ունենք մեր մանկության տրավմաները, խնդիր չի, կարող եք բարձրացնել։ Տրավմատիկ է եղել ձեր մանկությունը։ Չի ասի, եղել է շատ հրաշալի, որովհետեւ ինձ թվում է քանակերն ա տվել հնարավորություն այդ ցանկությունը ինչ որ բանից տարբերվելու, դրա համար ուրախ եմ շատ։ Ինչի մասին է խոսքը, կմանրամասնեք մի փոքր։ Ստանդարտներից, պատկերացումներից, կերպարներից էլի գծված, որովհետև մի քիչ քյարթում իջավ այրա քանակերը, ես ինչ որ ըմբոստ ներքին ցանկությամբ ուզում եի ավելի շատ տարբերվեի, ավելի շատ ազատություն դրսևորվեի ու տենց ինչ որ ձև զարգացել ենք զուգահեռ մի միջավայրում, որը մի քիչ էլ համապատասխան չէր իմ ներքին մղումներին ու ցանկություններին։ Բարի, շնորհակալություն։ Միխայել Սերգեևիչ, Տիկին Մարինե, խոսենք ձեր գործունեության մասին։ Ինչով եք դուք զբաղվում բացի Հայկի օժանդակ կազմում գտնվելուց։ Այո։ Հիմնականում տանն է իմ օրը անցնում, բայց օրը մեջ Հայկի ճաշերը պատրաստում եմ, առաքում իր տուն, հետո գնում իրանք տունն եմ մաքրում, իր շորեն եմ բերում, լվանում, արթուկում, հետո տանում, հետո Բայց այնպես մի խոսա որ մենակ իմ մասին է, նաև անում է։ Կռվելով անցնում մեր օրը, կռվելը Ավելի անկեղծ տարբերակով քրոջս համար էլ նույնը անում, որովհետև իմ քույրը ամուսնացել եւ ցավոք բնակվում է առաջի մուտքում, բավականին մոտիկ, հերոջի գնացել։ Իմ ասա մարդ ով ոչ մի բան չի անում եւ մայրս նաև պատրաստում է քրոջս երեխաների համար, քրոջս համար։ բայց հաճելի է այդ ամեն ինչը, հաճույքով եմ անում։ Ես զգացի որ դուք իդեպ հաճույքով եք պատմում այդ ամեն ինչի մասին, ոչ թե որպես հոգս կամ բեռ։ Չէ, անհամբեր սպասում եմ ժամը 5-ին, որ բոլորը գործից, աղջիկս գործից գալիս է, երեխաները պարապմունքից, նստում ենք, ճաշում ենք, այդ մի հատ ուրիշ զգացողությունն է, էլի ու շատ հաճույքով եմ այդ ամեն ինչն անում։ Երբ որ նոր էի տեղափոխվել ու իմ ընկերները բոլոր ունեն մարդ, ով ծառայություն է մատուցում, գալիս է տները մաքրում է, ու ես ինքս ասի, օքեյ, լավ, մամային պետք չի տանջել, կանչեցի այդ կնոջը ու հետո հաջորդ օրը գալիս է մաման ու ինչ ասում է իր հասին, էս ինչ է, էս ոնց համակրել, չկանչես, ես կգամ սաղ կանեմ, ու հասկացա, որ այդ մամայիս ձևն է հոգատարությունը ցույց տալու ու չուզեցա այդ առանձնացնել։ Տենց օրը մեջ, արի գնանք Հայկի տուն։ Դուք կարծես թե այնքան էլ սիրով չեք գնում Հայկի տուն։ Չէ։ Հայկ, ինչու առանձնացաք ի վերջո։ Հասկացա, որ ժամանակն է սեպարացվելու ու դա եղել է 6-7 տարի առաջ, չէ։ Պատմածից հետո։ Կովիդից հետո։
COVID-ից հետո է Չէ, եղել։ ավելի շատ նպաստեց պատերազմից հետո իր այդ տրամադրություն, այդ ինչ որ ստրեսային վիճակ, բան մոտը ու այդ առանձին Աղմուկը տանն ապրելը, է։ հա, ինքը շատ sense ուզում էր մեկուսանալ, լռություններ փնտրում ամենտեղ, իսկ երեխեքը փոքր էին ու միշտ մեր տանն էին լինում, այդ ամեն ինչը իրան խանգարում էր։ Հիմա դուրս եկավ երեխեքն են իրեն։ Չէ, դե Հեսա ինքը կրվելու եկել, հեսա լուսան դարաս ինչ եք ասեմ մեր։ Իդեպ դա այլ հաղորդում է, որը մեզ հետ ընդհանրապես կապ ունի։ Կգնանք։ Միխայել Սերգեևիչ, մենք երբ որ ծանոթանում ենք, դուք այդպես ներկայացաք եւ այսօր ամբողջ օրը ձեզ այդպես եմ դիմելու, չեմ կարող։ Դուք ինչով եք զբաղվում ի վերջո չխոսեցինք դրա մասին։ Ես ամեն ինչով զբաղվում եմ։ Ինչպես է ձեր առօրյան անցնում։ Տանում խանութները, դերասանություն եմ անում։ Ապրես, հլավա, սցենարային տարբերակներից առաջարկում մերժում ենք։ Այդի մերժում։ Ինչ լավ բան էլ ասեմ, մեկա, քանի որ ես եմ ասել, պետք է մերժի։ Հետո վերջում գալիս է իմ ասածը։ Չէ։ Բայց դες կարող ասեմ հա։ Խոսենք պատի նկարների մասին, այդ բոլոր նկարները, որոնք որ կան պատին փակցված։ Համաձայն եմ, ես չեք ուզում նաև ջահի մասին խոսենք, Ջահի- որովհետեւ դա ավելի տպավորիչ է, էլի։ Ջահը եւ նկարները շատ համահունչ են իրար, բոլորն էլ անտեսանելի են։ Ով է այս Եզակի մարդ կարող է տեսնել այն։ ով է այս դիզայնի նախաձեռնության հեղինակը։ Ասեմ, մենք շատ երկար ժամանակ մտածում ենք տունը վերանորոգելու մասին, ու երբ որ սկսվեց այս process-ները, հետո մաման, papan Թողեք ես ասեմ, էլի։ Խնդրեմ։ Միշտ կնոջս ասում էի, մերոնք քանի որ եղբորս ընտանիքը Ավստրիայի ապրում, պետք է գային, ասում մարնի մի թեթև ռեմոնտ չանենք, տները ամոթ է էլիս է։ Այդ տղու փողերին էլի մի կպի, այդ տղու փողերին էլի մի կպի։ Մոտ ասում էի, չենք կպնի թեթև էլի։ Մեկ էլ մի օր հայկի տունն էինք, ասում է, պապ, քիչ եք ուզում տները ռեմոնտ անեք։ Ասի մեր հետ չի թողում, մեր հետ։ Ասեց, Մենք հայկի քեզ ենք ինչքան փող կա։ Ասի մի 300,000, դե հետ է էլի սկսի։ Ասի որ իմանայի այդքանով պետք է պրծնենք, չէի ասի։ Խի շատ է պետք, ասի շատ։ Մի 20,000 աշկիտ առաջ ունեցի։ Ասես դու սկսի, քո գործը չի։ Ու տենց սկսեցինք։ Բայց ամենամեծ խնդիրն է, որ ընթացքում իրենց ճաշակով ինչ-որ գնումներ էին անում ու ես հասկացա, որ պետք է վստահել իրենց ճաշակին։ Դա ու այդպես մինչև հիմա մնացել ենք առանց ճա։ Իմ պատկերասրճալը չեն Անցյալ տարվա արտադրել։ օգոստոսից սպասում ենք։ Բայց մի քանի անգամ փորձել ենք առնել, գնում ենք նայում։ Անկամ ձեր նկարահանումից առաջ Գնացել ենք, բայց հավանել ենք, գնում ենք սես տրոմադրված 3 առաջ որ պետք է առնենք, մեկ էլ միշկը մտել, բայց նկարը ուղարկել եք հայկին, ասում չէ, դե չէ գնացինք։ Ու ես սպասում եմ, որ ինչ որ մեկի հետ մենք փորձենք ավելի դետալներ տանք, զարդարենք, սիրունացնենք տունը, բայց դեռևս հələ մտածում եմ։ Հայկ դուք պրպտուն երիտասարդ եք, չեմ վախենա այդ բառը օգտագործելուց եւ ամենտեղ փորձում եք ձեզ, ժամանակին հանդես եք գալիս որպես ստենդափեր, հետո սցենարիստ, հիմա բլոգեր, նաեւ սեփական խաղերի հեղինակ, դրա մասին մի փոքր ուշ ենք խոսելու։ Մանկության տարիներին ինչպիսին եք եղել դուք։ Թե այդ հարցը ծնողներին ուղենք։ Շատ համեստ, շատ լուր, սենց աշխուժություն չի ունեցել երբեք։ Նույնիսկ աստիճաններն այնքան դանդաղ էր, իշնում մի հատ մանկության ընկերուհի ուներ, ձեռքը բռնած տա գնում էին դուրս խաղալու, բայց այդ աղջիկներ միշտ իրան ուղեկցում։ Այս ամեն ինչը ակտիվացել է 10-րդ դասարանի վերջում։ Այո։ Ինքը շատ հանգիստ է եղել։ Մինչև այդ մաման երբ որ գնում էր ծնողական ժողով, սենց Մուրադի դեմքով հետ էր գալիս, որովհետև ամեն ինչի օրինակում լավ պահվածքի ես էի, իսկ որ դասարանից երևի 9-րդ դասարանից սկսած մենակ մամայի մասին էր, մաման էսենց գլուխը կախ, որովհետև իմ կուտակած էներգիան, որը չէի սպառել 8 տարիների ընթացքում, սենց միանգամից դուրս էի թողնում ու ինչ հիմարություն ասես, որ չէի անում։ Կան բաներ, որոնց համար փոշմանում եք, որ Երբեք, հաշվի առնելու ես որտեղ եմ սովորել եւ ինչքան թերի գիտելիքներ եմ ստացել, քիչ եմ արել, անգամ կուզեի ավելի շատ, ինչ որ վրեժ խնդրության զգացում կա։ Ցանկանում ենք պատուհանից Նկարները նկարեցիք։ նկարները բոլորը ցուցադրել ենք, այո, հիմա այս պատկերն ենք ուզում արձանագրել։ Շատ հետաքրքիր բակ ունեք, շատ հին շենքերով, բայց այս հարցը երևի թե հայրիկին ուղենք։ Ինչ շենքեր ենք մենք հենց հիմա տեսնում նրա առջև։ Ռուսական ցարի ժամանակ սարքած շենքեր են։ Այսինքն ռուսական զինվորներն են ստեղ ապրել, են վերևում են իրենց ձիանոցներն են եղել։ Այո։ Դե հիմա Պատմական տեղ ենք ապրել, բավարար։ Հայկ լավ տեղ է, մեկ եկեք, Շփեք ծնողներին տեսեք։ Ես լավ սովորություն ունեի, ցավոք վերջերս չեմ կարողանում կամ չեմ հասցնում, շաբաթական գոնե 1 օր գալիս էի գիշերում ու առավոտյան ունենում ենք ընտանեկան նախաճաշ, բայց կարելի է վերադարձնել այդ ավանդույթը։
Այստեղ էլ անցել է ձեր մանկությունը, իջել եք խաղացել եք ընկերների հետ, թե բակային ընկերներ չեք Զրուցարանում, ունեցել։ որը դուք հենց նոր նկարեցիք, հենց այնտեղ ես ստացել եմ իմ այս շրամը սպին, որովհետև մենք շատ ակտիվ էինք ու սենց վազում էինք ու վազելու ընթացքում ես սենց ընկել եմ եւ ատամներով խրվել եւ Միջանուց Հայկը հիշողություն տեղից քանակի իր արեց։ աշխատասիրությունը ցույց տվել։ Ինչով էր դա պայմանավորված։ Ինչը Հայկն էլ է կարծես Վերանորոգում թե էին կամավորական աշխատանք աշխատանք։ սովորել, որովհետև մենք բակում շատ էինք անում շաբաթ Կիրակի, ոնց է կոչվում, շաբաթօրյա Շաբաթօրյակներ։ ու հավաքվում ենք ամբողջ բնակիչներով ու դրա ընթացքում նաև ես ինքս իջել երեխաներով ինչ որ բաներ ենք անում ու կար հասարակական կազմակերպություն, որը մեզ նվիրել էր խաղահրապարակ, տեղ նկատում են ինձ, ես 15 տարեկան էի ու գնում զբաղվում հասարակական գործունեությամբ։ Դրանից հետո մենք երիտասարդների խումբ Քանաքեր Զեյթունում ապրող տարբեր սոցիալապես անապահով խմբի երեխաների համար դասընթացներ են կազմակերպում, ճամբարներ, իրազեկման միջոցառումներ ու այդ ինձ մենքան շատ բան է հետո որոշել իմ կյանքի մեջ, հա, սկսած իմ խաղերի բիզնեսից, որովհետև ես հասկացա ինչքան կարևոր է ոչ ֆորմալ կրթությունը։ Ինչ որ դպրոցում սովորում ենք, դրանցից զատ նաև գնում ենք տարբեր դասընթացների, սեմինարների, որտեղ գիտելիքը ոչ թե ուղղակի ձևով է փոխանցվում, այլ խաղերի, վարժությունների, այլ մեթոդների միջոցով ու հասկացա թե ինչքան ավելի պրոդուկտիվ է, երբ որ դու կարողանում ես խաղալով ինչ-որ մի բան սովորել, նաև կիրառելով ու տեղից ծնվեց նաև խաղերի բիզնեսը, որի մասին հուսով ենք խոսենք մի քիչ։ վստահաբար կխոսենք, որովհետև դուք կատարել եք վճարումը։ Այո, Հումոր էր դա իհարկե։ Տեղից է սկսել Եվայի հետ ընկերությունը, կամավորներ են եղել։ Ահա, միանգամից հաջորդ հարցին ուրեմն Չէ, անդրադառնանք։ Եվային շատ են սիրում։ Բոլորին հետաքրքրում է այս հարցը։ Ի վերջո, դուք եւ Եվան, չնայած մենք հնարավորություն ունեցել ենք Եվային այդ հարցը Ես ուղղելու։ նույնպես ուզում հերքել, մենք ես եւ Եվան արտակարգ լավ աշխարհի լավագույն ընկերներ ենք եւ ոչ ավելին։ Եվ ամուսիններ չեք, ամուսիններ եք միայն հատուկ վիդեոներում։ Իհարկե, երբ որ դիտումները հենց ընկնում է, սկսում ենք ամուսնական, սկեսուր-սկեսրայր հարաբերություններ ու միանգամից գմփսնում ենք։ Բարի, լավ։ Իդեպ լավ նախաձեռնության մասին էի Բայց խոսում։ Հայաստանում լիքը մարդ բլոգեր դա բավականին լուրջ է անում։ Դիտելությունը պակասել է, կարանք երեխա ծնեն գենդեր փարթի եւ այլն եւ այլն։ Հենց մենք այդ լեվելին չենք հասել դեռևս։ Դեռևս, բանալի բառը դեռևս։ Իդեպ շատ լավ նախաձեռնության մասին էիք խոսում, չկա այլևս այդ հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների հետ կամ դուք միգուցե ապագայում ունեք այդպիսի նախաձեռնություն երեխաների։ Որ քանակերից ենք խոսում, նաև բախտս բերել այն առումով, որ երբ որ մոնիտորինգ են արել, ընտրվել է քանակերը, որպես Երևանի ամենապակաս զարգացած եւ կարծրատիպային վարչական շրջան, դրա համար է այդ կազմակերպությունը հենց եկել այստեղ, պատկերացնում եք, չէ՞, մրցույթ է եղել, հասկացել են քանակերում շատ վատ ամեն ինչ, եկեք գնանք փորձենք այնտեղ ինչ որ գործունեություն ծավալել։ Ցավոք ծրագիրը ինքը ինչ որ ժամանակահատվածով է եղել ու վերջացել է, բայց հիմա երիտասարդներ, ովքեր ցանկանում են կամավորությամբ զբաղվել, իմ ջերոց խորհուրդ եմ տալիս, որովհետև նման որակներ ու նենց կարողություններ է զարգացնում, որտեղ դուք այլ հնարավորություն չեք ունենալու դա տեսնելու կամ ձեր մեջ մշակելու, դրա համար զբաղվեք կամավորությամբ, հրաշալի է տեսնել, որ դու փոփոխություն ես բերում ու դու անում ես քո սեփական նախաձեռնությամբ, ու քեզ այնքան փուլերում պետքա գալիս կյանքի, որ հետագայում մենակ ոնց որ երախտիկով ես հիշելու ինչով զբաղվել ես։ Կազմակերպությունը կա, մարզերում որոշակի դեռևս շարունակում է իր գործունեությունը, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, ոնց որ իմ ժամանակներում։ Ձեր անձնական իրերը այս բնակարանում են թե 38 մետր քառակուսի բնակարանում։ Իմ անձնական իրերի ամառային հատվածը, որ մաման գալիս է, ինչը տեսնում է, որ արդեն չպետք է հագնեմ, մաման երբեմն ինչ էլ հարցնում, որ դու մտքում ինչ որ շորն ես, մամուր ես դրե, վերցնում է, բերում է ստեղից տանում է իմ տուն, ինչ որ պետք է այս փուլում կրել, ես հիմա թողել եմ իմ տանը, իսկ մնացած ինչ որ մի քանի հագուստ, որոնք նկարահանման համար պետք են եւ սեզոնային են ստեղ են, իսկ այդքանը չէ։ Շնորհակալություն։ Հայկ, ինչ եղավ ստենդափեր եւ սցենարիստ Հայկի հետ։ Ինչ կատարվեց։ Կատարվեց տրանսֆորմացիա, ես շատ շնորհակալ եմ այդ անցած ճանապարհի համար, հիմա որ նայում եմ, իհարկե երիտասարդները շատ լավ բառ ունեն, cringe-վում եմ։ Ինչ է նշանակում։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, չգիտեմ ինչ է դա նշանակում։ Ճիշտ համարժեքի իսպանական ամոթն է, երբ որ դու նայում ես ու ամաչում ես ուրիշի փոխարեն, այս դեպքում ես նայում եմ ինքս իմ փոխարեն եմ ամաչում, որովհետև կա պարսկական յուղ եւ իսպանական ամոթ։ Դա շատ լավ ներմուծել ենք եւ կիրառում ենք։
Նայում եմ հասկանում, որ այդ հումորները շատ մակերեսային են, շատ կարծրատիպեր վերարտադրող են, հետաքրքիր չեն եւ կային շոր բաներ, որոնք հավանում ես, բայց միևնույն ժամանակ այդ ոնց որ քո անցած ճանապարհն է, որը չես ուզում արժե զրկես, որովհետեւ եթե չլիներ այդ կետը ու հնարավորությունը սցենարներ գրելու, չէր պրոյեկտվի նաեւ բլոգինգի մեջ, որովհետեւ ինձ հստակ տվել է մտածողության ձև, ոնց դու կարող ես կառուցել չգեմ հումորը, ոնց դու կարող ես կառուցել մի բան, որը ավելի հանրային մեծ ազդեցություն կամ ընկալում կարա ունենա, դրա համար սկսեցինք ստենդափով, գրում էի շատ, ոչ մենակ իմ, այլ լիքը մարդկանց ստենդափներ, հետագայում նաև համագործակցություններ ունեցանք այդ մասով, զարգացավ, հետո TV-ում այլ աշխատանքի, հետո TV-ին պետք չի կարամ չասեմ, նոր հասկացա, հետագայում TV-ում այլ աշխատանքի անցա եւ հետո հասկացա, որ ինձ այլևս չի հետաքրքրում, որովհետեւ այդ բավարարության զգացումը ապրեցի, հիմա ինձ ռեալիզացված զգում եմ ռիլեր նկարելով, գովազդներ։ Եթե չեմ սխալվում, դուք Հայաստանում առաջինն էիք կամ առաջիններից էիք, ով ներգրավեց նաև ծնողներին։ Ես նպարտ եմ, ոչ թե առաջիններից էի, այլ հենց առաջինն էիք։ Պետք է որ լրիվ հակառակը լիներ, ծնողները դեմ լինեին, չէ՞, դու գնաքո հիմարությունները արա, հիմնականում այդպես են, չէ՞ լինում։ Բայց ստացվեց լրիվ հակառակը։ Մարդիկ ձեզ սկսեցին նաև սիրել ձեր ծնողների շնորհիվ։ Մի փոքր խոսենք այդ ընթացքի մասին։ Դեռևս մենակ ծնողներիս հասիրումից հանդուրժում ա դրա համար շատ շնորհակալ եմ իրենց։ Դե հիմա պատմեք այդ ամենը, ինչպես եղավ միտքը, որ ներգրավեցիք նրանց, հասկացաք, որ այդպես ավելի լավ է, հետո սկսեցիք նրանց հումորային ինչ-որ իրավիճակներում ցուցադրել մեզ, օգտագործել, մոնետիզացնել, մի վախեցեք բարեր շռայլելուց, որովհետև ես մերոց եւ ասում եմ, թե դու կարաս մոնետիզացնես ծնողներդ եւ օգտագործես, ինչու ոչ, ես գնացի այդ ճանապարհով։ Իրականում ուզում ասեմ, իմ բախտը աշխարհում ամենաշատն է բերել ծնողներիս հարցում, որովհետև աջակցող են ամեն ասպարեզում, այսինքն եթե ես այլ գործունեություն էլ ծավալեի, միևնույնն է, իրենք կանգնած են լինելու իմ կողքին ու երբ որ նաև իրենք գիտակցման եկան, որ սա աշխատանք է ու սրա միջոցով մենք կարող ենք նաև գումար վաստակել, ավելի մեծ դարձավ իրենց ներգրավվածությունը, բայց նաև օրինակ հասկացան, որ պապաս ուշադրություն շատ է սիրում, պապաս հաճույք է ստանում, չի ընթերցում է կոմենտները, մամաս երբ որ դրա համար եմ նկարվում։ Վերջին դրա համար կխնդրեմ վատ բաներ քիչ գրեք, որովհետև այս մարդը հատ կարդում է բոլորը։ Մամաս ունի իմունիտետ, այսինքն թքած ունի բացականի վրա ու մենք որ կարդա ինքն էլ կջղայնան։ Չէ, ինքը քո վրա է ջղայնանում, երբ որ դու սկսես կարդալ, որովհետև տանը կարա ինչ-որ պայթունավտանգ իրավիճակ լինի, հասկանանք, որ պապաս ուղակի մտել է եւ կոմենտներն է կարդում։ Այդ ինչ ես արել ջնջի հետ եւ այլն, այդ ասվում է ոչ թե պապայիս կողմից ուղիղ, այլ մեր միջնորդը մաման է, հաշտեցման յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակի, բայց ոնց ստացվեց COVID-ի ժամանակ, որովհետեւ մենք առհասարակ ընտանիքով այնենք ինչ որ ցույց ենք տալիս, մենք իրար վրա հավեսով ղժում ենք, հումորներ ենք անում, այսինքն դուրս ենք այն ստանդարտներից, որը չեմ սրբություն, քանակ երրին, որ ասում ենք մաման է, պապան է, ոնց կարաս եւ այլն, այդ ամեն ինչից դուրս ենք ու երբ որ ուղղակի COVID-ի ժամանակ ունեի տեսախցիկ նվեր ստացած, պարզապես սկսեցի ցույց տալ ինչ է կատարվում մեր ընտանիքում, հասկացա, որ հասարակության ինչ որ ձև այդ պակասում է, հետաքրքիր է, բավականին լայն տարածում գտավ ու մերոնք էլ սկսեցին նաև հաճույք ստանալ այդ process-ից, արձագանքներից ու նման կերպ բնական զարգացավ մինչև այսօր։ Այսինքն կարելի է ասել, որ այն իրավիճակները, որոնք որ դուք ցուցադրում եք, դրանք բեմադրված չեն, դա այն է, ինչ որ կա։ Բայց մերոնք կարան ասեն, երբ որ փողոցում ես էլ չկամ, էլի, իրանց մոտենում ասում են մենք էլ մտածում ենք այդ սաղ սարքած է, բայց մենք տենց ենք շփվում, սենց իրական ուր է գնաք։ Այս վերջերս մի դեպք եղավ Կապանում։ Անտառի մեջ մի հատ սիրուն եկեղեցի էր, որ եկեղեցին էր։ Վահանավանք։ Շնորհակալություն։ Գնացինք, ուրեմն չենք տեսել, որ պատի հետևը մարդիկ կան։ Խոսալով գնում ենք, չգիտեմ ինչ հումոր արեցի մարմին, մեկ էլ պատի հետևից այդ մարդուկին է հելան, ուրեմն դու կանքում եք այս ձևի։ Շիկադիվ, ոնց կանք այդ ձևեր ներկայացնում ենք։ Բայց դժվար ներգրավեցիք այդ ամենի մեջ, թե սիրով միանգամից։ Չէ, հայիկը իրեն համար հա, ես դժվար եմ։ Նոր COVID-ի ժամանակ արդեն ինք այնքան նկարեկցե համացանցում արդեն այդ Բայց ժամանակվանից ենք ասում էլի։ Հա, սովորական էր դարձել, քիչ-քիչ արդեն իմունիտետ ունեինք։ Այդ իսկ ես բանում համացանցում ընդհանրապես չկամ ու այդ կոմենտները չեմ կարդում, ոչ մի բան այտենց ինֆորմացիան ինձ շատ հասանելի չի, ես ավելի հանգիստ եմ։ Հիմա մի բան էլ ասեմ։ Սիրով։ Եթե մի 5 օր չի նկարում, արդեն ասում ես ինչ է եղել։ Զանգում Հայկ, բանման չկա նկարելու։ Այսինքն հիմա այն ժամանակ չէի ուզում, հիմա ես եմ ուզում, որ նկարվենք, գցեն, հետո այդ բաբայամը նաև ցուցիչ է, որ ուրեմն գործերը վատ է։ Հայկ, մի հարց։ Իհարկե։ Ծնողները վճարվում են այդ ամենի համար։ Ծնողներ պատասխան եք, ես ուտում ենք։ Հիմա ճիշտ ասեմ,
Այո, իհարկե։ Ասա ճիշտ է։ Փողերը իմ ձեռն են։ Հայկի։ Ահա, որովհետև բանի խաղի փողերը։ հա։ Խաղի փողերը իմ ձեռն են։ Իսկ գովազներից եկող գումարները։ Գովազներից չէ բան չի տալու։ Մորը մի հատ պետք է հեռախոս առնի, էլ չի առնում։ Հա, անցած տարի նոր բանին ծննդիս 66 տարեկան էի 6 միլիոն 600,000 թղթի վրա փոխանցեց, ասեց պապա։ Չէ, գրել է։ Ավտոտ փոխանցել։ փոխես։ Չեք եք դուրս գրել հայ կարելի է ասել։ Միջի հիմա փոխում ենք։ Բայց ես մեքենա չեմ Հա, բայց գիտություն բոլորին, որ շատ են էլի ասում, հայ փող ունես, պապա այդ ավտոն ինչի չես փոխում, այդ շատ է էլի այդ Ես թեման։ չեմ ճիշտ ասած։ Ինքը մեկից չի փոխում, մեկ էլ Opel ֆիրման չի փոխում։ Երկու հավատարիմ, այո։ Համբալի ավտո է։ Շատ բարի։ Բարեկամներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթերը գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մի փոքրիկ ակնարկ մեր մասին, իսկ այս Ակնարկից բացի նաև երկու մեծ երկրպագու, որովհետև իրանք անխտիր նայում են։ Իսկ ինչու ոչ 3 հայք։ Իրոք, ճաշակի խնդիր ունեմ, կբարձրանա ճաշակը, կսկսեմ հետևել։ Շնորհակալություն։ Իսկ այս պահին մեր ծրագրում կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Հայկ Տիկին Մարինե, Միխայել Սերգեյիչ, ներկայացնեմ ձեզ Սլաբադա ապրանքանիշը, որը ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է եւ իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արտնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք շատ։ Մենք օգտագործում ենք Սլաբադան եւ շատ գոհ ենք։ Շնորհակալություն հովանավորներին նվերների համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համին չէ։ Մանդ հիշված Մառանիկ։ Համի գախնիկ, չէ։ Ընտրյալ հատիկ։ Ընտրյալ հատիկ համի գախնիկ Մառանիկ։ Բրավո, կեցեք, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ, մամաս կստեղծագործի հաստատ։ Բարեկամներ, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Մենք շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն անչափ։ Ձեզ նույնպես շնորհակալություն եւ գտնվում ենք ձեր խոհանոցում։ Այո։ Դուք Հայցեք մենք ցույց տալու բան չունենք, չի սպասում էր զո դատարկ տանը, կարենք հանգիստ որևէ այլ տեղ, բայց մամայի ու պապայի համար որպես էտալոն ճաշակային Քիմ Քարդաշյանն է, այսինքն մինիմալիզմ, ոչ մի ավելորդ, ոչ մի բան։ Դրա համար է պապաս ընտրել եւ մամայից դուանություններ կան եւ տան վերանորոգումը արել ենք այնպես ու մամաս էլ խնամքով թաքցրել է բոլոր հնարավոր անգամ աղամաններ ցանկացած փոքր դետալ, որ չնկա։ Չես թաքցրեմ ամ։ Դե լավ, ոչինչ, դա ներելի է։ Բաց թողումներ մամայի։ Հայկ, ինչպես հասկանում եմ, դուք խոհանոցում չեք լինում նախ, որովհետև այս տանը չեք լինում։ Ապրեք։ Հետո որովհետև չեք լինում խոհանոցում, չեք ուզում, չեք լինում։ Միխայել Սերգեյիչ, դուք խոհանոցում հասցնում եք լինել որպես գործող, ոչ թե որպես սպառող։ Հենց գալիս եմ, ասում եմ, ստե տղամարդու տեղ չի գնա։ Սեքսիստ է մամաս։ Սա իմ թակավորությունն է ու սիրում եմ ստեղ ես մենակ լինեմ ու վայելեմ այս տարածքը, անկեղծ չեմ սիրում որ ստեղ մարդ է լինում։ Բծախնդիր են ձեր ընտանիքի անդամները ուտելիքի տեսանկյունից։ Եթե 5 հոգի ենք, գոնե 6 տեսակ ուտելիք պետք է լինի, որ ոչ մեկ չկա, երկուսով մի բան նախընտրեն, բոլորը անհատական ուտող են։ Ոչ մենակ կարողա բորշը մի 3-4 հոգով ուտեն, ու էլ ուրիշ ճաշ չունենք։ Հայկ, ինչ եք նախընտրում ուտել։ Հավի կրծքամիս։ Միայն։ Սպիտակուցային սնունդ առհասարակ էլի կենտրոնացած։ Հավի հետ կապված հորինում ենք ինչ հնարավոր տեսակ հնարավոր է հավից ստանալ։ Մսակեր եք գոնե։
Շատ ինտենսիվ մսակեր, օրը 750 գրամ միս եմ ուտում, նաև պայմանավորված սպորտային սննդակարգով։ Իսկ դուք Չի տալիս։ Մենակ միսը ինձ է հասնում, էլի։ Մեկ միսա տալի, մնացածը չեմ սիրում են տալի, ասում ես պետք է ուտես։ Մենք կարող ենք ձեզ մեզ հետ տանել, եթե դեռ եք ճնշում են ձեզ այստեղ, մենք կարող ենք ձեզ մեզ հետ տանել։ Մագնիսների մասին խոսենք, որոնք առկա են ձեր սառնարանի վրա ամբողջությամբ։ Վերջերս սա բերեցի Նյու Յորքից, Նյու Յորքին գնացել, այս բռնակը պաբդո էր, չէ՞ ջարդել։ Չէ, դուք եք ջարդել, ես չկարողացա սարքեի չթողիկ։ Ահա։ Բազմաթիվ երկրներում եք եղել, որևէ մագնիս չկա, ինչով է դա պայմանավորված կրկին հայրենիքն է։ Շնորհավորության գծով, որովհետև դա հաջորդ վարքյանին նետվելու էր աղբամանը, դրա համար հասկացա ավելի լավ է գումար չվատնել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզ ցանկանում են ինչ-որ հուշանվերներ բերել, հուշենք, որ չբերեն մագնիս արտերկրից։ Դե գնանք շարունակենք բացահայտել ձեր բնակարանը, որովհետև մեր եթերաժամանակը կարճատև է։ Ուր ենք գնում, Հայկ, խնդրում եմ, ասեք, ուր եք ուղեկցում մեզ։ Ննջասենյակ։ Ննջասենյակ, ում ննջասենյակն է դա, ձեր, թե Ես չունեմ այստեղ ննջասենյակ։ իսկ ինչ ունեք այստեղ։ Մայր հայր։ Ահա։ Եվ ռիլերի համար տեսարաններ։ Այո, ահա։ Ձեր ննջասենյակում ենք։ Ինչպես հասկանում եմ, ամբողջ դիզայնի հեղինակը Տիկին Մարինեն է, ճիշտ է։ Դիզայն չկա։ Այ հենց դրա հեղինակը դուք եք։ Մամանը։ Դրա հեղինակը դուք Ինչքան եք։ քիչ ծանրաբեռնված լինի տարածքն, այնքան հաճելի է իմ համար։ Եվ ինչքան մաչելի մամաս մի փոքր նաև, չէ՞։ Ինչ նկարում ուղարկում ենք, հայ կես կլինի առնենք, կես կլինի, չէ։ Մի օր ամբողջ ճանապարհի կեսը անցել ենք, վերջում պարզվել է, որ այս գեստապահարան ինքը հավանել էր, նորից հետ ենք գնացած, մենք լավ քանի չի փոշմանը գոնե էսի առնենք։ Շատ դժվար է, ինքը մեր հետ չի մասնակցում գնումներին, մեր առասպելին չի առաջարկում ես չի էլ նայում, ասում չէ։ Դե արդեն գիտես, երբ որ դու վստահ ես ձերոնց ճաշակի վրա, պարզապես կարաս գրես չէ, ժամանակ չվատնես։ Ձեր տանը միշտ է արկա հայրեր եւ որդիներ կոնֆլիկտը։ Օй։ Մեր տանը միշտ արկա է կոնֆլիկտը, կապ չունի ում միջև, պարտադիր է։ Ֆուտբոլի խաղերի ժամանակ, սպորտային ցանկացած հաղորդման ժամանակ, Մեկը խանգարի կոնֆլիկտ է։ Ֆուտբոլի սիրահար եք։ ցանկացած Սպորտի սիրահար Առավել եք։ եւս ֆուտբոլի։ Ունենց մեղք էր, որ տատիս էլ էր ստիպված դառել սպորտի սիրահար, ինչ որ sense մեկը գալիս է դրանց խեղճ տատը sense նստած բիլիարդն է, որ կնիկը չի հասկանում։ Սնուկեր, բիլիարդ սնուկեր խաղ կա, որ շատերը չեն իմանում այդ ինչա։ Իսկ մերս լարիվ գիտեր, ասում է, էս են ուժը խաղացողն է, չէ՞, այն որ ամենաշատ փողը ունի։ Անգլիացի է, Ռունի Օսալիվան։ Էս էնա, չէ՞, այս մեկն էլ է լավ խաղում։ Լարիվ իմ հետ նայում էր։ Հայկ, թույլ տվեք հրահրել մի փոքր կոնֆլիկտ կրկին Սիրով։ ձեր տանը, երբ եք ամուսնանալու։ Մի անգամից առանց այս կողմ այն կողմ ընկնելու։ Ասրա 35-ից է 35։ 35-ում պետք է անցնի թոշակի դրա մասին մի փոքր Ժամանակ ուշենք խոսելու։ ամուսնանանք։ այդ ժամանակա խոսք տվել ստիպված։ Սպասում եմ։ Բայց այդ թեման մեր դեպքում փակված է, որ այլևս ոչ մի հումոր, ոչ մի լուրջ միտք եւ այլը, դրա համար դուք ոնց մերոնց սրտից խոսակ, բայց կարող ենք նաեւ սահմանը տեղափոխել ձեր դաշտ եւ ասել, որ եկեք շարունակենք այս թեման։ Եկեք շարունակենք այս թեման, եթե դուք դեմ եք, սիրով Եվս որևէ։ Ոյ մենք կողմ տարի ենք։ Մենք կողմ ենք։ Տեսար չաշխատեց էլի։ Դե խոսենք 35-ում թոշակի անցնելու մասին։ Դուք Խոսենք։ վերջերս հրապարակում արեցիք, որ պատրաստում եք անցնել եւ լուրջ վերլուծություն ներկայացրեցիք նաեւ դրա վերաբերյալ։ Բայց կան մարդիկ, ովքեր չգիտեն ինչի մասին է խոսքը։ Կխնդրեմ դուք ինքներդ պատմեք, նախ ինչու եք ուզում անցնել 35-ում թոշակի, որովհետև տղամարդկանց մոտ կյանքը այդ ժամանակ նոր է սկսվում։ Այնպես եմ խոսում, կարծես թե արդեն 88 տարեկան եմ, բայց ինչև է։ Այո։ Ուզում եմ papaիս ավելի լավ հասկանամ, որտեղ papas արդեն թոշակառու է, բայց իրականում սort տենց տերմին կա ու երիտասարդության մեջ շատ բավականին զարգացող ուղղություն է, կոչվում է fire, անգլերենով, ոնց որ ավելի վաղ գնալ թոշակի, ու սա նրա մասին է, որ դու կարողանում ես կյանքի ընթացքում վաստակել այնքան, որ այնուհետև ներդրում ես տարբեր ֆինանսական գործիքներում, ու իրանք քեզ ապահովում են բավարար չափով եկամուտ, որ կարողանաս ապահովել են կենսա մինիմումը, որը կամ կենսա պայմանները, որը դու ցանկանում ես քո համար։ Այսինքն ես որոշել եմ, որ ինձ ամսական անհրաժեշտ է X գումարը։ Հիմա ես հաշվարկ եմ արել, թե որքան խնայողություն պետք է ունենամ, ինչ գործիքների մեջ պետք է ներդնեմ, որ տոկոսային եկամուտներով վերադառնա ինձ ու այլևս չաշխատեմ։ Այսինքն ինձ ազատ պահեմ որևէ տեսակի գործունեությունից, որը բացառապես ուղղված է մոնետիզացիա։ Այսինքն ես կարամ տարբեր ինչ-որ ակտիվություններ ունենամ, որը դարձյալ եկամուտ կբերի, բայց կախված չեմ լինի դրանից, այլ կունենամ ֆինանսական լիարժեք անկախություն։
շատ հետաքրքիր է։ Ձեր Իրանք չեն վերաբերմունքը այս պատկերացնում, ամենին ինչպիսին է։ Նոր ասած կենսա մինիմում, որին ես համաձայն չեմ։ Ես մինիմալով համաձայն չեմ։ Ես մաքսիմալով եմ համաձայն, կենսա մինիմում։ Մենք Այսինքն ընդհանրապես գրեշկա բան ուտենք։ Չէ։ Մեկա դու չես դու պապ։ Կամերս կարես լավ ապրեմ, մեկա դու գրեշկան ես ուտել։ Տիկին Մարինեն ուզում էր ինչ-որ հավելում Ես սիրում եմ, անել։ որ ասեմ մենք սովետական ժամանակաշրջանի մարդիկ ենք, մեր համար մի քիչ բարդ է այս ամեն ինչը ընկալելը, բայց ինքը եթե հաստատ որոշել է մենք ինչ ասում Բայց եք բացատրել եմ, մենք նստել ենք ընտանիքով։ Օրինակ ինչի՞ չունենք մեքենա, չէ՞, հիմա կարծենք ու այն 6 միլիոնը։ Դե Opel-ը։ բայց նորից օպելա ու առնելու իր իմաստը ո՞րն է։ Ինչին այն մեքենա չարենք, որովհետև շատ գեշ մեքենային ուղարկի դարձյալ նկար։ Ասի, բայց չի որ 6 միլիոնի է։ Մի քիչ նաև ուզում ցուցադրական մասել, ապահովել։ Ասի դրա համար չենք առնելու։ Նստել եմ ծնողներից հետ, բացատրել եմ առհասարակ մեխանիզմը ոնց է աշխատում, այդ ինչա պորտֆոլիոն, ինչա եկամուտներ, ռիսկեր կառավարելը։ Շատ բան չհասկացամ, բայց մաման ասաց, այ մեր բարեկամներից ես իմով տոկոսներով ապրում էր, ես հավատում եմ դրան ու քիչ-քիչ ոնց որ իրանք էլ են հավատում, դրա համար մեր նպատակը ամբողջ ընտանեկան է, ոչ թե մենակ ես վաստակ եմ, այլ մենք հիմա նաև սահմանել ենք եւ այս ամսվա եւ հաջորդ ամսվա համար, որքան պետք է աշխատենք ամբողջ ընտանիքը, որտեղ իմ թոշակը չհաշվես մեկ։ քո թոշակը մինուսա, բապ այդ Ինչքան է քո թոշակը։ 45000, 60 Մի ամբողջ 45000։ Մի ամբողջ սկիկես թորի չի, բապ։ Դրա համար մենք թոշակի վրա աչք չունենք, թոպայի քո թորները ինչ-որ բան կանես, բայց իրանց էլ եմ սովորեցրել ու մեր գործունեությունը հիմա ուղղված է ինտենսիվ աշխատելուն, եկամուտներ ստանալուն եւ դա ներդնելուն։ Գնանք կողքի սենյակ։ Գնանք կողքի դատարկ մյուս Հայկ դուք մասնագիտությամբ ով եք կրթությունը, Ես ինչպիսի կրթությամբ կրթություն եք մակրո ստացել։ վերլուծաբան եմ։ Ինչպես։ Ես կրթությամբ մակրո վերլուծաբան եմ, դարձյալ ինչպես տեսնում եք Քիմ Քարդաշյանական մինիմալիզմը այստեղ նույնպես գերակշռում է, սա եղել է տատիկիս ննջասենյակը, մաման նոր պատմեց, որ մեր ջահը աշխատում էր վահանակով, հեռակառավարմամբ եւ ամեն ինչ այլ ենք տատի Վահան Ակով։ Վահան, այ ես ընթացքում նաեւ ձեր մասով placement եմ մտնում։ Այո։ Սա եղել է տատիկի սենյակը։ Դուք ասացիք, որ եղել եք մակրո վերլուծաբան։ Այո, ես Ինչ է դա իրենից ներկայացնում։ Դա բավականին բարդ մասնագիտություն է, բայց ես ինչի եմ շարունակել այդ գիծը, որտեղ ի սկզբանե պետք է դառնայի բժիշկ, հետո մամաս ու պապաս ասում են Արի մի հատ նստենք հասկանանք, դու պատրաստ ես անվճար ընդունվելու։ Ասում ես պատրաստ չեմ, այդ ժամանակ ֆինանսապես ոչ այդքան լավ վիճակում ենք։ Ասում ես չեմ կարող երաշխավորեմ, որ կարողանամ քննություններ տենց հանձնել, որ միանգամից ռոտացիայով անվճար նստեմ։ Իսկ ասում են դու պատրաստ ես 10 տարի սովորելուն, հասկանալ որ հաստատ պատրաստ չեմ իմանալով նաև իմ տեսակը, որտեղ իմ հետաքրքրությունները 3 վայրկյանը մեկ կարողանում են փոխվել։ Դրա համար մենք մտածեցինք ընտանիքով ինչ կարող ենք անել, ու քանի որ տանը կար քրոջս քսերոքսները շատ, ու սա ընդհանրապես կատակ չի, ու քուրս ավարտել է նույն բաժին ինչ որ ես, որովհետեւ այդ քսերոքսները չթափվեն, պետք կան, իրականում կյանքում պետք չեն եկել, ես ընդունվեցի լրիվ նույն բաժինը, բնականաբար սկզբում վճարովի, այնուհետև ռոտացիայով անցա անվճար 1 տարի, թե 6 ամիս հետո։ Չէ, 1 տարի։ 1 տարի։ 1 տարի հետո, որովհետև մենք այտենց մեր համար ֆինանսապես այդ կարևոր էր, որ ես անցումը կատարեի։ Ու հետագայում նաև այդ մասնագիտությունը ինձ օգնեց այս բաները, որ պատմում էի, հավատալ դրան ու հասկանալ աշխարհը ֆինանսապես ոնց է աշխատում։ Մակրովերլուծաբանը առհասարակ մեծ փոփոխականները հաշվի առնող մարդն է, հա, առհասարակ սպառումը ոնց կլինի հասարակության մեծ զանգվածի մասով էր, ինչ տենդենսներ կլինեն, ներդրումների շուկան ոնց է աշխատում, ներմուծում արտահանում, ինքը բավականին հետաքրքիր բարդ մասնագիտություն է, ես իրան շատ սիրել եմ թեորիայի մակարդակով, գրքերով կարդալով, երբ որ պրակտիկ գնացի մի հատ բանկ պրակտիկայի, հասկացա, որ բացարձակ է զբաղվածությունի մասին չի, ես սիրում մարդիկ, ես սիրում շփում, ստեղծագործել, այդտեն զուգահեռ զարգացավ խաղերի բիզնեսը ու զուգահեռ զարգացավ բլոգինգը ու թողեցինք մակրովելությունը այն մարդկանց, ովքեր դրանով իրոք հետաքրքրված են։ Չեք աշխատել մասնագիտությամբ, կարելի է ասել այդպես։ Բայց խոսենք խաղերի մասին։ Ինչպես եկավ միտքը խաղեր ստեղծելու, դրանք ինչ խաղեր են, որ տարիքի համար են նախատեսված։ Շնորհակալություն, որ նաև իմ մասով placement եք մտածել։ Այո, հատուկ ձեզ համար։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ մենք արդեն 9 տարի ունենք սեղանի խաղերի բիզնես, գաղափարը եկել է շատ ոչ թե պատահական կամավորությունը հիշում եք, կամավորության ժամանակ եկել էր, հետո քնել էր իմ մոտ այդ իդեան, ունեի համակուրսեցի, ով բավականին հետաքրքիր գաղափարներ ասում ու չէր բարձրացնում, մտածում էր ես կգողանամ, կիրականացնեմ, մեն ասում դա կարողա վերջապես ասես էլի, ինչա, ասեց շահովի զուգարանի թուղթ, հասկացանք որ այդքան լավ գաղափար չի, հաջորդ օրը շոկոլադապատ գլակ, ինչ? Շահովի զուգարանի թուղթ։
Չգիտեմ, չարցեք ոնց ես որոշում ինչ ես ճահել, ոնց եւ այլն, որ փուլում, վերջում, սկզբում եւ այլն։ Տենց տնից մի անգամ քննությունից հոգնած դուրս են գալիս, այդ իմ քնած գաղափարն են հիշը կամավորության ժամանակ, այդ խաղերը ոչ ֆորմալ կրթություն իրեն ասում եմ, ու քանի որ գաղափարը լավն էր, sense մի անգամից բռնում ենք ու սկսում է առաջի խաղը։ Հետո մի տարի հետո բաժանվում ենք ու ես ձնագնդիկի պես ոնց որ ընդամենը եղել է 100,000 ներդրում էլի առաջի խաղի մեջ։ Հիմա որ պատկերացնենք յուրաքանչյուր խաղի ստեղծման համար առնվազն $5,000 անհրաժեշտ է։ Տենց մի խաղի մեջ եկած եկամուտը երկրորդ խաղի մեջ ու sense ձնագնդիկի էֆեկտով մեծացել է, հիմա գործող ունենք 32 Չէ, նաև 35 3 հատ խաղ ունենք, որը վաճառքի չի ՀԿ սեկտորի համար է, բայց 32 խաղ հիմա արդեն ունենք։ Կան այստեղ այդ խաղերից։ Մամ ունենք, հավաքել ենք տանը։ Տունը չունենք, բայց կարամ վերեմ։ նկողում է։ Նկուղում է։ Բերեմ։ Չէ, այս պահին անհրաժեշտություն չկա իհարկե այդ խաղերը, բայց որ տարիքի համար են նախատեսված դրանք։ Տարիքային շատ տարբեր են, իմ ջալուց մենք հիմա գտնվում ենք այն հատվածում, որը ամբողջությամբ վերանորոգել է հայրս իր արդար ձեռներով, քանի որ պապաս ոսկերի չա եղել, զարգացրել է հմտությունները եւ վերջում վերանորոգել է պարզապես մեր բալկոնը։ Մենք տեսնում էինք նաև ռուսական եկեղեցին անմիջապես ձեր պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանով։ Մենք իմ ջալուց շատ երկար տարիներ արթնացել ենք նաև հենց զանգերի ձայնից, ու դա շատ հետաքրքիր ու շատ էպիկ process է, նաև իրեն սուրբ զատիկը այն տոնակատարությամբ են նշում, որ դու ուղղակի բալկոնից հիանում էիր process-ով, ծիսակարգով։ Մենք ինքներս ենք բազմաթիվ անգամներ եղել, որ երեխային լինում է, պատկերացնում ենք քանակերում մեծացած երեխաների համար փախնելու տեղեր նաև ռուսական եկեղեցին Սուրբ Հակոբը, ու հետաքրքիր էր մեր համար մշակութային տարբերությունները տեսնել ուղղափառ ու կաթոլիկ, չէ, գնանք ուղղափառ ու առաքելական եկեղեցիների միջև, դրա համար դες գնում ենք մենք նաև այդ ենք համեմատում։ Բայց գործող չի եղել, սկզբից կուլտուրայի տուն է եղել։ Հետո վերանորոգվելուց հետո դարձավ գործող եկեղեցի, ռուսական եկեղեցի։ Տրամադրվել է տատիս պանիխիդային, որ sense գնամ, որովհետեւ չի ես ինչի բոլորիս մոտ հակառակ ռեակցիան է, չէ՞, սկսում արթնանալ։ Մեր դասընկերների տատների թաղումներին, երբ որ գնում ենք, չեն կարողանում մեզ զսպել, ու ասում նույն process-ը կատարվել է սեփական տատիս հանդեպ։ Ու դարձել եղավ, եկե հեռանում էր։ Բայց ո՞րն էր ազդակը, երբ որ դու դուրս ես գալիս մեքենայից, իմ ջանից ես ուշացել եմ սեփական տատիկի պանիխիդայից, եկել ես գնացել ես ուր ես դու լավ գալիս Կներես ընկերուհիները Արուսը Եվան եկել են, ասում են, Հայկը ուր է։ Ասում չի եկել։ Ոնց Հայկը ստե չի։ Ու իրոք երևի ժամը 8-ից տատիս ուր է գնալու։ 8-ից 10 պակաս եկավ։ Երևաց հեռարա։ Բայց ես դուրս եմ գալիս մեքենայից, դնում պապա sense ուրախացել է, որտեղ մեր համար առասարակ մենք են տոհմական հավաքվելու ավանդույթ ունեցող մարդկանցից ենք, ով շատ ջերմ են ամբողջ ազգով, ու քանի որ այդ վիճակներ են, որ մարդիկ ում երկար ժամանակ չէի տեսել, պապա sense տարերքի մեջ էր խոսում, խնդում էր, ասի ես ումից եմ հետ պակասում, եթե սեփական մոր դաղման է, շատ արդարության համար ասեմ, որ 89 տարեկան է տատիս հեռացել։ 90-ը չէր բոլորը նախորդ օրն ամացել։ Այո, տատիս Պանիխիդայի օրը 90-ը։ Տատիս նվերը ծնունդի մամայից կյանքից հեռանալ էր, կխնդրեմ շատ սև չվերաբերվել ես ամենիչի, զոտ մենք ընտանիքով տենց ենք դիտարկում երևույթները, տատիս ապրել է շատ երջանիկ, հատկապես խորը ծերությունը իր, այդ հատվածով, մնացած հատվածով ոչ այնքան, դրա համար ոնց որ մենք այդ ամեն ինչը ուրախ ենք հիշում, արդարացնող էլի, որ ծիծաղալը տենց հասկացա, որ եթե առիթը հնարավոր է ասես շփվել բոլոր բարեկամների հետ, ասել, խոսալ, ուրախանալ եւ մարդու ով բավականին երկար կյանք ապրել, հատկապես մեր իրականության մեջ 89-ին հասնել եւ իրողությունների հետ համատության մեջ հասկանում ես, որ կարելի է նաեւ, այո, մեքսիկան տենց տոն կա, չէ, որ ուրախ են մահվան, այո։ Իդեպ կարող եք ժամը 6-ից գնալ հոգեհանգստի արարողությանը եւ ավելի երկար շփվել ձեր բարեկամների հետ։ Դուք կորցրեցիք այդ հնարավորությունը, հիմա հետո չգնացի։ Չգնացիք, նույնիսկ դա չգնացիք։ Իսկ հիմա գնանք սենյակ, շարունակենք մեր զրույցը, խոսեցինք բարին կամեցող հարևանների մասին։ Ուզում եմ հասկանալ հարաբերությունները հարևանների հետ ինչպիսին են եւ ավանդական հարևանություն անելը կա թե չէ։ Մեջքով է գնում, որովհետեւ տեսարանը եկեղեցումն էր, հա։ Շատ լավն էր, այո, մենք միշտ բալկոնից մեջքով ենք դուրս գալիս այս ուղղությամբ։ Այո։ Մենք հարևանների հետ ընտանեկան հարաբերությունների մեջ ենք, այն որ եթե դու բորշից մենակ ունես ջուրը, դու հաստատ այդ օրը բորշ կուտես հարևանների շնորհիվ, ու նույն ձև մեր դիմացի հարևանը Անջերմա մեր միջավայրը։
մենք չենք հարցնում իրար, այն որ հա լավ, դե հիմա նորից քնի ձարտենք, կարանք բացենք, Անժել ջան, այս զուն տանում եմ, բան, ես քեզ ալյուր կբերեմ։ Այդ ամենաավանդական հայկական ջիգարով հարևանությունն է, որ կա։ Երևի այս ծայրամասում ապրելու միակ պլյուսներից մեկը նաև է դա, որ ստեղ այս գյուղական կոլորիտի նման մի բան պահպանված է։ Մենք որակավորում էր, չի՞ գյուղական կոլորիտ։ Հա, բայց մեր մոտ ոնց որ կատակով են ասում, մեր գյուղը, բայց անկեղծ տեղ այնքան ջերմություն կա, հարևանների հետ, չգիտեմ, շփվել ամառ ամբողջ երեկո այդ զբոսա, ոնց է, Զբոսայգի։ զրուցարանում նստում ենք մինչև գիշերվա 1-ը, կարող է սուրճ խմենք այդ ժամին, ով տանը ինչ ունի բերե, մեր միջավայրը, ասես, չգիտեմ, նշում ենք Հայաստանի բոլոր երեխաների ծնունդները ու բոլորով ենք նշում, այսինքն պարտադիր չէ ընտանիքի Էլի ժամը 8-ին 10-ը պակաս է գալիս։ Ամեն ամբողջ ամառ իշքան ամառվա ծնունդ կար, դրսում ապրող երեխեք ունենք հատուկ եկել էին, որ իրանց ծնունդը նշեն մեր բակում։ Պապաս վերանորոգել է նաև քրոջս նկուղը, որը բավականին մեծ նկուղ է, ու հիմա Հայաստանի երեխաները իրեն ժամանակը անցկացնում են այնտեղ, ոնց որ դերաբաշխում են արել մեծահասակները այս զրուցարանում, երեխաները նկուղում ու այդ ավանդույթը կամ շփվելու ինտենսիվությունը ես երևի ժառանգել եմ իրանցից, որովհետև ամեն ձև քաջալերում են ու հիմա էլ դեռևս շարունակվում է մեր Ոսկե ձեռքեր ունեք Միխայել Սերգեևիչ։ Այո։ Հարևանների մասին էինք Հարևանների մասին ուրեմն հորաքրոջ տղա ունեմ, շատ շուտ էր, երևի մի 15 տարի առաջ, եկել էր ստե կնոջ հետ, Լենինգրադից։ Այն ժամանակ Լենինգրադ էր։ Պապե չի երկար, պապաս միշտ ինչ-որ բան պատմում է Լենինգրադի մասին Վիկիպեդիա։ Հարևանի երեխան իրենց մագնիտոֆոնը ստեղ էր, միջանցքում դրած, եկավ մտավ մագնիտոֆոնը վերցրեց ու գնաց, այսօր քուրից տղան է։ Ის ով էր։ Ասում եք հարևաններ, ով էր։ Սա ոնց հարևանը ազատ գա մտնի ձեր տուն դուրս։ Կարող է ձեր մոտ այդ ձև չի, բայց մեր մոտ այդ ձև է։ Այդ զարմացել էր Ռուսաստանից եկած, որ հարևանը կարա մտնի դուրս գա, մտնի։ Երաժշտություն, ֆիլմեր, գրքեր, ինչով է լցվում ձեր առօրյան եւ ինչպիսի։ Գրքերով չի լցվում ու այդ ամենամեծ երևի բաց թողումն է, որովհետեւ ոչ թե ժամանակային չեմ հասցնում, այլ չգիտեմ, պատճառ չկա, արդարացում չկա ու եթե երիտասարդ տարիքում կամ ավելի դպրոցական տարիքում ընթերցանությունը իմ ամենասիրած զբաղմունքներից մեկն էր ու երևի դրա շնորհիվ է նաև որ ունեմ ավելի լայն բառապաշար, քան չէի ունենա, եթե ընթերցանությամբ չզբաղվեի։ Հիմա այլևս դրան ժամանակ չկա, ֆիլմերը իմ ամենասիրած ազատ ժամանցը լրացնելու տարբերակն է եւ կինոթատրոնում եւ տանը սերիալները կարող եմ ես փլեյտա իմ համար հավաքական մշակույթի ամենասիրուն ձևն է, էլի, որովհետև տարբեր մարդկանցից ոնց է կառուցվում մի հատ ամբողջ պատմություն կամ ամբողջ էկրանավորում, այդ շատ հետաքրքիր է հետևել այդ ամեն ինչին։ 3 ֆիլմ, որ խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց։ Եկեք ուղղակի վերջերս նայած ֆիլմերից Weapons, Բուգոնիա ու ես անուններ հիշելուց կատաստրոֆիկ վատ եմ, ես ուղղակի ասում եմ 2025 թվականի ֆիլմերը եւ մեկը Դիկաբրիոյի վերջի ֆիլմն է, որը կոչվում էր մի խոսքով կնայեք Դիկաբրիոյի վերջի 2025 թվականի կինոն հրաշալի է։ Նախընտրելի դերասաններ, իդեպ դուք նույնպես ինչ որ Ես չափով այդ պաշտում ոլորտի։ եմ Յորղոս Լանտիմոսին որպես ռեժիսոր, հույն սյուրռեալիզմի պապան ու իր շնորհիվ նաև Էմային եմ պաշտում, Էմմա Ստոուն, դրա համար կարող եք իրան, Ջենիֆեր Լորենսը ու իրանց ընկերությունը համար հետաքրքիր կոմբոներից է ու երիտասարդ սերունդից ես էլի անուններ չեմ հիշի, բայց հետագայում կոմենտներում հենց կթողնեմ, որ մարդիկ մտնեն կոմենտները կարդան, ես ում եմ շատ սիրում, որովհետև այդ սերնդափոխությունը ու այն ծավալ արտիստիզմի, որ հիմա կա Հոլիվուդում, այդ ֆենոմենալ երևույթ է, որ դու կարող ես նայել ու հիանալ։ Շնորհակալություն Հայկ ընդգրկում պատասխանի համար եւ հարցը ծնողներին։ Հավանաբար Տիկին Մարինեի պրոֆիլն է սա, ծաղիկների տնանքը վստահաբար ձեզ է վստահված։ Այո, գտանք իրեր, որոնց մասին կարելի է խոսել։ Այս ծաղիկը Տիկին Շողերինն նվիրել էր Հայկին, կատուն շատ ինտենսիվ ձևով փորում էր մեջի հողը, ես մի օր սիրուն վերցրեցի, եկա ասես, այս ծաղիկը պետքա փրկել։ Իսկ այս ծաղիկը բարեկամու հարսանիքին այս հատուկ Հայկին Տարոսիկ են ուղարկել, բայց այսպես ճյուղեր չուներ, հիմա այս ասես հույսով սպասում եմ Հայկ ժամանակն է Հայկ։ Տարին քաջում, ասում եմ, երբ ինչ որ նպատակին ծառայել է այս Տարոսիկը, ու շատ եմ հայփայում, որ իրոք աճի։ Ես մի բան կլցնեմ մեջը։ Պերեկիս։ Դե
ընկերներ, բարեկամներ, հարազատներ, շնորհակալություն ֆանտաստիկ զրույցի համար։ Մենք ուղղակի իդեալական լիցքերով լիցքավորված հեռանում ենք ձեր տնից, բայց մեր հաջորդ հանդիպումը լինելու է դրան մոտ, որտեղ ձեզ կասեմ իմ ամբողջական տպավորությունների մասին։ Ես իրականում ուզում շատ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, նաև հենց անձնապես ձեզ, որովհետև այն հայերեն խոսքը, որը հայտնվում է տեսախցիկներից այն կողմ YouTube-ում, դա անգնահատելի է եւ շատ մեծ ներդրում է մարդկանց համար, ովքեր սովոր չեն լսելու, որ մեր բառապաշար ու առհասարակ բառամթերքը նման շքեղություն ունի ու կարելի է իրան շատ սիրուն կիրառել։ Շատ շնորհակալություն, իդեպ ես հենց դրա համար մեծ քննադատությունների եմ ենթարկվում, բայց ինչևէ ես կարծում եմ, որ եթերից այդպիսի խոսք պետք է հնչի։ Գնանք Դա ես համոզված եմ մարդկանց կողմից է, ովքեր նույնը չեն կարող կրկնել, հակառակ դեպքում առօրյա խոսակցական բառապաշարը դա բոլորիս է հասու, իսկ եթե դուք փորձում եք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այք։ Շատ շնորհակալություն։ Սամալեի հաղորդումը չի։ Գիտեմ։ Գնացինք։ Գնացինք։ Եվ այսպես, ինչպես խոստացել է, ես դրան մոտ պետք է կիսվեմ իմ տպավորություններով։ Մենք բավականին կանուխ էինք հյուրընկալվել ձեզ մոտ եւ պետք է ասեմ, որ մեկ ամբողջական շաբաթվա համար դրական լիցքերով լիցքավորված հեռանում ենք ձեր տնից։ Շնորհակալություն հիանալի զրույցի համար, շնորհակալություն բոլոր նկարները մեր հեռուստադիտողներին ցուցադրելու համար եւ բոլոր իրերը, պատմությունները մանրամասն ներկայացնելու համար։ Ես վստահ եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ ձեր տունը արդեն լցված կլինի մի քանի բաներով, որոնց մայրիկը դեմ չի լինի, եւ մենք ավելի ծավալուն նկարահանում եւս մեկ անգամ կիրականացնենք։ Դուք միշտ կարող եք համենալ առանց տեսախցիկների, մենք այն ընտանիքներից ենք, ովքեր ի սրտե սպասում են հյուրեր, հատկապես մաման լիքը համոբանք սարքի ու կսպասի ձեզ։ Ուրբաթ օրը մեր տանը լոտո փարթի է, համեցեք։ Շնորհակալություն Հայկ եւ շնորհակալություն մեզ տված խաղերի համար։ Դիտե չենք ֆայմել։ Գնացի լավ մնացեք, հաջողություն։ Չէ, խաղերը չենք տվել, չենք համաչում։ Ինչ տանք, տորտ տանք տանեն։ Պապա։ Լավ է։ Պապա իջ։ Անդիր, ավսո։ Դե փակ։ Բաժանորդագրվե սեղմել են զանգակի կոճակը։ Հարցրու տես։ Բաժանորդագրվե սեղ այսքան նայում եք, այս մարդկան շնորհակալություն, թամեն երկու կնոպկա սեղմեք, էլի ամոթնել է լավ։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.